Հիսուսը երեք այսօր եւ ավիտյան նույնն է։ Եվ մենք նրա ընտանիքը լինելով հավաքվել ենք այսօր նրան մեծարելու, օրհնելու։ Փառք Տիրոջի այսօրվա համար, փառք Աստծու, որ դու այսօր այստեղ ես, եւ մենք միասին պաշտելու ենք նրան, մեր Աստծուն, մեր Բարձրյալին։ Այսօրվա իմ պատգամս ես այսպես եմ վերնագրել. Միջև երբ։ Այդպես մարդ չկա, որ իր կյանքի մեջ այս հարցադրումը ունեցած չլինի։ Չէ, մեր կյանքի մեջ մենք հարցադրել ենք միջև երբ։ Եվ գիտեք, երբ ենք մենք այս հարցադրումն արել միջև երբ, երբ որ պատասխանը մեր երկարել է, ուշացել է։ Մենք այդ ժամանակ ենք հարցադրում արել միջև երբ։ Բայց գիտեք, Աստված էլ ունի այս հարցադրումը։ Եվ Աստվածաշնչի մեջ կան տեղեր, որտեղ Աստված ինքը հարց է տալիս միջև երբ։ Այսօր մենք միասին իրար հետ նայելու ենք Աստծո հարցերից մի քանիսին, որ Աստված հարցրել է միջև երբ, եւ կարող ենք արդյոք պատասխանել այդ հարցերին, որ Աստված տալիս է։ Եվ եթե չեն կարող պատասխանել կամ թերիա մեր պատասխան, ուրեմն այսօրվա հավաքույթը քո համար է։ Ուզում եմ սկսել թվոց 14-րդ գլխից մի պատմությունից, որը տեղի է ունեցել Իսրայելի ժողովրդի հետ։ Աստված հզոր բազուկով Իսրայելի ժողովրդին հանեց Եգիպտոսի երկրից։ Աստված կարմիր ծովը բացեց, Աստված անապատում մանանայով կերակրեց, Աստված ապառաժիչ ջուր բերեց, Աստված հրաշքով տարավ անապատով, արևին ծածկում էր ամպիսյունը եւ գիշերը կրակիսյունը տաքացնում էր։ Իսրայելի ժողովուրդը ոչ մի բանի կարիք չուներ, որովհետև նրանց Աստվածը կենդանի Աստվածն էր։ Եվ եկան հասան մի տեղ, որտեղ պիտի նրան գրավեին ու մտնեին ու լրտեսներ ուղարկեցին։ Եվ լրտեսները գնացին, լրտեսեցին եւ եկան, եւ մնացած 12-ն էին այդ լրտեսները, ամեն մի ցեղից մի հոգի, 12 ցեղերից, եւ այդ երկու լրտեսները մի կողմ եւ այն 10-ը մի կողմ։ Այն 10 լրտեսները եկան եւ ասացին. ահա որ է, շատ մեծ էին այդ մարդիկ, շատ մեծ հսկաներ էին, դժվար խնդիրներ կան։ Եկեք ընտրենք մեկին մեզի առաջնորդ ու վերադառնանք Եգիպտոս։ Իսկ այն երկուսը, որը Հեսուն էր եւ Քաղեբը, կանգնեցին, ուզում եմ կարդալ, ինչ ասեցին նրանք։ Եվ երկիրը լրտեսողներից Նավեի որդի Հեսուն եւ Հեփոնի որդի Քաղեբը իրենց հանդերձները պատառեցին եւ Իսրայելի որդկանց բոլոր ժողովրդի հետ խոսելով ասեցին. այն երկիրը, որի միջով անցանք նրան լրտեսելու համար, շատ բարի երկիր է։ Եթե Եհովան մեզ վրա հաճե, նա մեզ այն երկիրը կտանի եւ այն մեզ կտա, որ կաթ ու մեղր բխող երկիր է։ Միայն թե Եհովայի դեմ մի ապստամբեք եւ այն երկրի ժողովրդից մի վախենաք, որովհետեւ նրանք մեր կերակուրն են, նրանց պաշտպանությունը գնացել է իրենց վրայից, ու Եհովան մեզ հետ է, նրանցից մի վախենաք։ Նոր եղբայրս ասում էր, սա հույսի խոսքեր էին, որ իրանք ասում էին եւ հավատքի խոսքեր էին սրանք, որովհետեւ այս մարդիկ եւ մնացածն էլ տեսել էին Տիրոջ հզոր բազուկը իրենց կյանքի մեջ, տեսել էին Աստվածին հրաշքներ արել իրենց կյանքի մեջ, բայց եկավ հանդիպեցին մի դժվարության, մի խնդրի ու արդեն հետ էին նահանջում։ Կարող այսօր մեր կյանքի մեջ էլ մենք հանդիպենք դժվարության, դժվար խնդիրների, հիշիր, որտեղից է քեզ Աստված հանե, ու հիշիր, որ միշտ քո հետ է եղել Աստված։ Եվ այս մարդիկ եկան ու ասեցին. հիշեք, Աստված մեր հետ է եղել, եւ Տերը մեզ ձեռն է տալու այդ քաղաքը, այդ երկիրը։ Ու տեսեք, ես ուշադրություն չէի դարձրել, բայց այդտեղ կարևոր մի բան կա, ուզում եմ շարունակել։ Եվ ժողովուրդը եւ բոլոր ժողովքը ասեցին, թե քարերով քարկոծենք նրանց։ Ինչի համար։ Այդ մարդիկ ելեր էին ճշմարտություն էին ասում էին, Տերը մեր ձեռն է տալու այդ երկիրը։ Իսկ ժողովուրդն ասում է, քարերով եկեք քարկոծենք սրանց։ Ասում են ճշմարտություն, խոսողի գլուխը ծակ է։ Ես հասկանում եմ, որ ծակ չի, ծակում են։ Ծակում են, այո։ Որովհետև եթե դու արդարության կողմն ես, ճշմարտության կողմն ես, միշտ լինում են մարդիկ, ովքեր քարեր են վերցնում, որ ծակեն։ Եվ այն նրան, որ հավատում էին այս երկուսը, չթողեց այդ վիճակի մեջ, հայտնվեց։ Տեսեք,
Ասում է եւ Եհովայի փառքը ժողովքի խորանում բոլոր Իսրայելի որդկանցը երևցավ։ Եվ Եհովան ասեց Մովսեսին. այս ժողովուրդը միջև երբ պիտի ինձ արհամարի եւ միջև երբ պիտի չհավատան ինձ իրենց մեջ արած բոլոր հրաշքներովս, միջև երբ այս ժողովուրդը ինձ պիտի արհամարի եւ չհավատա։ Առաջի հարցադրումը, որ ուզում եմ, որ միասին նայենք մենք, Աստված ասում է միջև երբ դու ինձ պիտի արհամարես։ Ուզում եմ արհամարել բառի մեկնություն ըստ բառարանի ասել, ինչ է նշանակում արհամարել։ Արհամարել նշանակում է անարգել, թերագնահատել, անտեսել, կարևորություն չտալ, բանի տեղ չդնել։ Եվ եթե արհամարելի բառի տեղը դնենք կարևորություն չտալ, եթե դնենք բանի տեղ չդնել, անտեսել, թերագնահատել, հասկանալի կլինի, Աստված ասում էր, միջև երբ այս ժողովուրդը ինձ պիտի բանի տեղ չդնի, միջև երբ պիտի ինձ անտեսի, միջև երբ այս ժողովուրդը օտար աստվածների հետևից պիտի գնա, եւ իր սրտի ցանկությունները պիտի կատարի, միջև երբ, միջև երբ։ Հիսուսը Մատթեոսի ավետարան 6-րդ գլխի 24 համարում ասում է. մարդ չի կարող երկու տերերի ծառայություն անել։ Կամ մեկին կսիրի, մյուսին կատի, կամ մեկին կհարի, մյուսին կարհամարի, չէ կարող ծառայել Աստծուն եւ մամոնային։ Գիտեք, միջին վիճակ չկա, սիրելիներ։ Կամ դու Աստծուն հարգող մարդ ես, կամ Աստծուն պատվող մարդ ես, կամ էլ արհամարող մարդ ես։ Որտեւ Հիսուսի խոսքը սա է ասում. եթե դու Աստծուն չես դնում քո կյանքի մեջ գլխավոր տեղում, չես հարգում, չես պատվում նրան, ուրեմն մացի դու արհամարող ես, անտեսող ես, պատիվ չտվող ես։ Հիմա կասես, չէ, ես հարգում եմ, ես պատվում եմ Աստծուն, ես երբեք չեմ արհամարում իրան։ Օրինակ, եթե ես սխալ վերաբերմունք ունեմ իր խոսքի նկատմամբ, դա Աստծո նկատմամբ է։ Այդտենց է թե չէ։ Եթե մեկի խոսքը դու արհամարում ես, դու արհամարում ես իրան։ Մանավանդ որ Աստված իր խոսքը իր անունից բարձր է դասել։ Եվ եղել են ժամանակներ, որտեղ ես բանի տեղ չեմ դրել, անտեսել եմ, ասել եմ դե գիտեմ ես խոսքը, չեմ կարդացել, չեմ այտենց պատվել խոսքը, չեմ, որտեղ կշտացել եմ ինչ-որ բանով, ինչ-որ բանով զբաղված ել եմ իմ կյանքս, ինչ-որ բանով ես լցրել եմ, ինչ դատարկություններով, ինչ ունայնություններով ասես լցրել եմ, անցել եմ Սուրբ գրքից կողքով ու անտեսել եմ Սուրբ գիրքը, ձայնը եկե ինձ, որ վերցրա այսօր Աստված բան ունի քեզ ասելու, բայց ես ասել եմ, կներես ես արդեն կուշտ եմ, կներես ես այսօր ժամանակ չունեմ քո համար, կներես ես ուրիշ բանի ժամանակ ունեմ։ Պատկերացրեք, եղբայրս ասում էր, էսի սերմա։ Եվ եթե ես այսպես եմ վերաբերվում ու ես կարիքի մեջ եմ ու հանգարց աղոթում եմ ու հանգարց որ Աստված ասեր, ես էլ քո համար ժամանակ չունեմ, ոնց մենք վերաբերվեինք։ Որ մենք գայինք Աստծո առաջ կանգնելու Աստված արհամարեր մեզ թողեր ու գնար, ոնց կլիներ մեր վիճակը։ Շատ վատ։ Կարծում եմ, որ Աստծո խոսքը բոլորիս է վերաբերվում եւ մեր կյանքի մեջ մենք պիտի առաջի տեղը դնենք Աստծուն։ Եվ գիտեք, թող այդ բանը չնչի իմ ականջին այդ հարցադրումը, միջև երբ Արտուր, միջև երբ դու ինձի պիտի արհամարես։ Եթե ես հարգեմ ու պատվեմ նրան, եթե ես պաշտեմ նրան, եթե ես դնեմ ամենակարևոր տեղում նրան իմ կյանքի մեջ, այդ հարցադրումը երբեք իմ կյանքի մեջ չի լինի։ Եվ ես թույլ պիտի չտամ, որ այդ հարցադրումը լինի իմ կյանքի մեջ, միջև երբ։ Առակաց թղթի մեջ, Առակաց գրքի մեջ ասում է 27:7-ում, որ կուշտը խորհիսխը արհամարում է։ Հեշտ չի եղել, որ դուք կուշտ եք եղել ու մեկ էլ մեղրի կողքով անցել եք ու չեք էլ ուզեցել նայել այդ մեղրին, որովհետև կուշտ եք եղել։ Կամ այդ պահին քեզի քաղցր բան են հյուրասիրել ու դու ասել ես չէ, էլի չեմ ուզում։ Ինչի՞, որովհետև
կուշտ ես եղել, որտեվ քո ներսդ լցված է ել է ուրիշ բաներով, եւ մեղրի համար դու տեղ չես ունեցել։ Երանի նրանց, որ անոթի ու ծարավ են արդարության, երանի նրանց, որ միշտ տեղ ունեն մեղրախորիսխի համար, Աստծո համար, Աստծո խոսքերի համար, երանի նրանց, եւ թող լինի այդ երանին նաեւ ինձ, որ ես Աստծո համար միշտ տեղ ունենամ, իմ առօրյայի մեջ, իմ ամեն օրվա մեջ, ինչքան էլ զբաղված լինեմ, ինչքան էլ ծառայություններ ունենամ, ինչքան էլ մարդկանց օգնեմ, ինչքան էլ մարդկանց լավություն անեմ, ես ժամանակ ունենամ Աստծո համար։ Ես ժամանակ ունենամ իրան հարգելու, պատվելու, ժամանակ ունենամ իր խոսքը իմ կյանքի մեջ բարձր դասելու եւ լսելու ինչ է ասում Աստված ինձ։ Ժամանակ ունենամ։ Գիտեք, լինում է մեր կյանքի մեջ, որ մենք տկարանում ենք, թուլանում ենք, մեղքեր ենք գործում, ու մեկ էլ պատիժ չկա։ Յա, Աստված ուրեմն չի պատժում սրա համար։ Էլ չենք հասկանում, որ Աստծո քաղցրությունը, Աստծո երկայնամտությունը նրա համար է, որ ինքը համբերում է, որ դու շիտկվես այդ իրավիճակից, դզվես այդ իրավիճակից, բայց շատերը կան, որոնք արհամարում են այդ քաղցրությունը, երկայնամտությունը։ 1, 2, 3, յա, դե պատիժ չկա, շարունակեմ իմ մեղքերի մեջ լինել։ Քո մեղքերը քեզ կործանման են տանելու։ Ու երբեք եկեք չարհամարենք նրա քաղցրությունը։ Չարհամարենք նրա երկայնամտությունը մեր կյանքի մեջ։ Եթե ինչ-որ մի տեղում էլ Աստված երկայնամիտ է լինում ու չի պատժում, դա չի նշանակում, որ նա չի տեսնում։ Նա տեսնում է ու նա լսում է։ Բայց սպասում է, որպեսզի դու, ես կամովի քայլ անենք նրան պատվելու մեջ։ Երկրորդ հարցադրումը, որ Աստված արեց, դա 3-րդ թագավորացի մեջ է։ 3-րդ թագավորաց 18-րդ գլխի 21 համարն է։ Սա Եղիայի պատմությունն է, երբ որ ժողովուրդը կռապաշտության էր դարել, Աստծուն թողել էին, Բահաղի ետևից էին գնում ու Բահաղին էին պաշտում ու հավաքվել էին Կարմեղոս լեռան վրա ու Աստված Եղիային ուղարկեց եւ Եղիան Աստծո խոսքերը խոսած մարդկանց հետ եւ ասեց. «Միջև երբ երկու մտքի վրա պիտի կաղաք, կամ Եհովան Աստված, կամ Բահաղն Աստված, միջև երբ դուք Եհովային պիտի փոխեք Բահաղի հետ, կամ Բահաղին փոխեք Եհովայի հետ, որոշում կայացրեք այսօր, ով է Աստված, Եհովան Աստված, թե Բահաղն Աստված»։ Ինչի ես կարևորություն գտա սա դնելու այս իմ այսօրվա պատգամի մեջ այս հարցադրումը, որովհետև շատ կարևոր բան է սա։ Մենք մեր կյանքի մեջ առաջի տեղը եւ միակ տեղը պիտի զբաղեցնի միայն Աստված, պիտի դնենք միայն Աստծուն։ Ուրիշ ոչ մեկը, ոչ մի կուրք, ոչ մի բան պիտի չզբաղեցնի այդ տեղը։ Եվ ոչ էլ մենք պիտի երկմտություն ապրենք, «Յա տենաս ճիշտ է, թե սխալ է»։ Տենաս ճիշտ է այս ճանապարհը, թե սխալ է այս ճանապարհը։ Միթե դու քո կյանքի մեջ չես զգացել, ով էր որ կպավ քո սրտին ու դու լացեցիր, ով էր որ քո բնավորությունը սկսեց փոխել, ով էր։ Հաստատ իմացի, այն կուրքերը չէին, այն նկարները չէին, այն բաները չէին, որ քեզ փոխեցին, այլ կենթանի Աստված էր, որ փոխեց։ Երբեք երկու մտքի վրա պետք չի կաղալ, մի միտք է պետք ունենալ եւ ամուր բռնել, նա է իմ Աստվածը։ Նա է իմ Աստվածը։ Դուք լսել եք sense արտահայտություն, քրիստոնեություն առանց Քրիստոսի։ Հնարավոր է արդյոք այդպես բան, քրիստոնեություն առանց Քրիստոսի։ Ասեմ ձեզ, հնարավոր է։ Ցավոք սրտի, հնարավոր է։ Քրիստոնեություն առանց Քրիստոսի։ Ես մի քանի հարցադրումներ եմ արել մարդկանց եւ ուզում եմ ձեզ ներկայացնեմ, տեսեք ինչ են մարդիկ մտածում քրիստոնեության մասին։ Հետաքրքիր է։ Եվ կարծում եմ, որ դուք էլ եք երևի ժամանակին այդպես մտածել։ Կամ մարդիկ կամ որտեղ հիմա որ մտածում են։ Հարցել եմ, ի՞նչ է քրիստոնեությունը ձեր կարծիքով։ Թե մենք 1700 տարվա քրիստոնյաներ ենք, մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, Նոյը իջել է մեր Արարատ սարին,
Եվ նման պատասխաններ։ Բայց այս հարցադրումը ոչ մի կապ չուներ իրանց պատասխանը Քրիստոսի հետ։ Մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, սա հպարտություն։ Մենք մեր Սարինայի չենոյը, լավ դու ինչ կապ ունես Քրիստոսի հետ։ Ինչ կապ ունես։ Մենք ընդունել ենք։ Եվ այդ մենքի քողի տակ մարդը թաքնվում է ու տենց էլ չի ճանաչում Քրիստոսին։ Երկրորդ հարցադրումը։ Ինչա ձեր համար քրիստոնեությունը։ Դե մեկ-մեկ գնում ենք եկեղեցի, մոմ ենք վառում, մեր գործերին հաջողություն, ընտանիքին առողջություն, մեռնենք իր զորությանը։ Լսել եք, չէ՞ այս արտահայտությունները։ Նորից այս պատասխանի մեջ չկար Քրիստոս անունը։ Չկար, որ մենք գնում ենք Քրիստոսին պաշտելու։ Մենք գնում ենք Քրիստոսին երկրպագելու։ Մենք գնում ենք Քրիստոսին հաղորդակցություն ունենալու Քրիստոսի հետ։ Այլ գնում ենք ինչ անելու։ Մեր համար լավ լինի, մոմ վառենք, մեր գործերին հաջողություն լինի, մեր ընտանիքին առողջություն լինի։ Մեր համար են գնում, բայց այդտեղ Քրիստոսը չկա։ Դե ծնունդ ենք նշում Սուրբ ծնունդ, զատիկ, սփխեջ, փլավ ենք գցում, ձուկ ենք եփում, ձու ենք ներկում։ Հիսուսի ֆիլմներ տեսել ենք, ափսոս, լավ մարդ էր, բռնեցին, խաչեցին Հիսուսին։ Ես սա կարդում եմ մարդկանց հարցումներից, որ հարցրել եմ ու իրանք ինչ են պատասխանել, ես իմ մոտ գրանցել եմ։ Մարդիկ կա, որ Քրիստոսին ճանաչում են ֆիլմով։ Եվ երբ որ դու խոսքից մի բան ես ասում տենց չի։ Բա ո՞նց է, որովհետև կինոյի մեջ սենց էր։ Լսեք, խոսքը ուրիշ բան է ասում։ Եվ այսքան թվարկածների մեջ էլ չկար Քրիստոսը։ Այդ տոների մեջ, տոնախմբությունների մեջ, այդ արարմունքների մեջ, ծեսերի մեջ չկար Քրիստոսը։ Եվ այսպես էլ մարդը կարող է քրիստոնյա լինել անունով, լինել է ծեսերի մեջ, տոնակատարության մեջ, նման բաների մեջ լինել, ու այդպես էլ Քրիստոսին չճանաչել ու չունենալ իր կյանքի մեջ։ Մեկին հարց տվեցի, դու աղոտ կանում ես։ Քանի անգամ ես աղոտ կանում օրվա մեջ։ Գիտեք ինչ ասեց։ Դե ես այդպես բան չգիտեմ։ Այդպես բան ես չգիտեմ։ Այդպես բան չեմ արել։ Լսեք, քրիստոնյա լինելով աղոտ չանել, քրիստոնյա լինելով կապ չունենալ Քրիստոսի հետ, Աստծո հետ, դե ես այդպես բան չգիտեմ։ Ցավ ասա, գիտեք ժողովուրդ։ Իրականում ցավ է, եւ մենք այսօր, եթե ճշմարտությունը մեզ բացվել է ու մենք հասկացել ենք, այդ ճշմարտությունը մենք պիտի փոխանցենք բոլոր մարդկանց ասելով. Լսի, այնիշ որ դու 1700 տարի կամ 2000 տարի առաջ ընդունել ես, այսօր դու ինչպիսին ես, այսօր դու ինչպիսին ես, դու Հիսուսին ճանաչում ես թե ոչ, դու Հիսուսին ընդունել ես թե ոչ։ Մենք կարող ենք ասել, մենք քրիստոնյա ենք անունով, բայց պաշտենք օտար աստվածների, բայց պաշտենք կուրքերի, բայց պաշտենք ուրիշ աստվածների։ Եվ այսպես էլ անունով մնալ քրիստոնյա, բայց պաշտամունք ուղղված լինի ուրիշ բաների, ոչ թե Աստծուն։ Մարդիկ այսօր ասում են Գրիգոր Լուսավորիչը սխալ է եղել, որ ինքը քանդել է մշակույթի տաճարները, հեթանոսական տաճարները։ Լսեք, մեր նահապետը ճիշտ է արել։ Մեր նահապետ Գրիգոր Լուսավորիչը ճիշտ է արել, որ ինքը քանդել է այդ տաճարները, այդ կուրքերը, որովհետև ինքը արել է Աստծո խոսքի համաձայն։ Որտև Աստված ինքն է ասած եղել, ոչ մի բան չթողես հեթանոսությունից ու կռապաշտությունից, ոչ մի բան, քանդիր բոլորը։ Ես պատասխանը կտամ ինչի, որովհետև պատասխանը գրված է Սուրբ գրքի մեջ։ Գիտեք, մի բան կա երիտասարդներից այսօր այտենց հարցրեցի այս օրերում, ասում են, որ ստորագրություններ են հավաքում, որ Անահիտ Դիցուհու մասունքները բերեն Հայաստան։ Ինչ որ մի թանգարանում է եւ այդ մասունքները բերեն Հայաստան։ Ու երբ որ ես լսեցի, զարմացա, ասում եմ, նայեք, Գրիգոր Լուսավորիչը քանդեց, փշրեց այդ Դիցուհուն, ջարդեց, փշրեց, լրիվ բան արեց, հիմա այդ մասունքները նորից վերադառնում է Հայաստան։ Որ 1700 տարի առաջ Գրիգոր Լուսավորիչը փշրել ու կոտորել է, հիմա հավաքվում է այդ մասունքները։
Ես մշակույթի դեմ չեմ երբեք սիրելիներ, եթե այդ մշակույթի մեջ լիներ հեթանոսական ժամանակներից կճուճ, կավ, տրեղ, ես իմ ինչ, սա ընդունելի այո, պետքա բերել, հավաքել թանգարաններում եւ ասել, որ Աստծո շնորհքով մարդիկ ժամանակին արել են, այսպիսի ստեղծագործություններ են արել, բայց ինչը որ կապված է դիցարանի չաստվածների հետ, դրանք տեղ պիտի չունենան մեր երկրի մեջ։ Որովհետև Սուրբ Գիրքն ասում է, որ ամեն կուռքի հետևում դևեր կան կանգնած։ Ամենը չաստվածների հետևը կան պաշտամունք ու դևեր։ Դրա համար էլ Գրիգոր Լուսավորիչը քանդում էր ու փշրում էր, որպեսզի մաքրեր մեր երկիրը դևերից, կռապաշտությունից։ Եվ դա անում էին նաև հին ժամանակներում, Աստծո ժողովուրդն էր անում դա, մաքրելով, սրբելով։ Ես մի պատմություն եմ ուզում ասել ձեզ, դա գրած է 5 տակարանի մեջ։ Հիշում եք, որ անապատում Իսրայելի ժողովուրդը մեղ գործեց, կիզի ճոցեր եկան։ Եվ այդ կիզի ճոցերը սկսեցին խայթել ժողովրդին, եւ ժողովուրդը սկսեցին ուռել եւ մեռնել։ Եվ Աստված պատվեր տվեց Մովսեսին, ասեց՝ մի պղնձի օծ պատրաստի։ Եվ այդ պղնձի օծը բարձրացա բարձր տեղ։ Եվ ամեն ով որ կկծվի այդ օծից, թող նայի այդ օծին, այդ պղնձի օծին, եւ ով որ նայի, ով որ հավատքով նայի, կբժշկվի։ Եվ նրա վրա ազդեցություն չի ունենա։ Եվ այդպես էլ արեց։ Բժշկվեցին, անցավ ժամանակ, բայց այդ պղնձի օծը դարձրեցին կուրկ։ Այդ պղնձի օծի առաջ սկսեցին խունկեր ծխել։ Այդ պղնձի օծը դառավ կռապաշտության մի բան, որը Եզեկիա թագավորը 4-րդ թագավորաց 18-րդ գլխի մեջ ուզում եմ կարդալ։ Աքազի որդի Եզեկիան 25 տարեկան էր, երբ թագավոր եղավ, 29 տարի թագավորեց Երուսաղեմում եւ նրա մոր անունը Աբիի դուստր Զաքարիայի։ Եվ նա ուղղություն արեց Տիրոջ աչքի առաջին բոլորովին, ինչպես որ արել էր իր հայր Դավիթը։ Նա վերցրեց բարձրավանդակները եւ կոտրատեց արձանները, քանդեց կուրքի անտառը եւ փշրեց այն օծի պղինձը, որ Մովսեսը շինել էր, որովհետեւ միջև այն օրը Իսրայելի որդիքը խունկ էին ծխում նրան եւ նրա անունը դրավ Նեսթան։ Ուշադրություն, եթե դարձրեցիք, ասում է բոլոր արձանները փշրեց, կուրքի անտառը։ Սա շատ վախենալու բան էր, Աստծո ժողովուրդը պատրաստել էին կուրքի անտառ, լիքը արձաններ, որոնք սենց անտառ էին կազմում։ Եվ այս մարդու ուղղությունը Տիրոջ առաջ նրանում էր կայանում, որ ինքը մաքրեց իր երկիրը այդ անտառներից ու կուրքերից, բոլոր արձաններից եւ այն օծից, որ ժամանակին տրվել էր մի բանի համար, որ օծերից ազատվեին, այդ կիզիչ օծերից, որը դարել էր կռապաշտության առարկա։ Եվ նա այդ օծի արձանն էլ բոլորովին կործանեց։ Ես հասկանում եմ Գրիգոր Լուսավորիչը ինչի կործանեց Բարշամինան, ինչի կործանեց մնացած տաճարները, ինչի, որ հետ քանգամ այդ կռապաշտության չմնա։ Ցավոք սրտի ինքը չհասցրեց լրիվ կործանի։ Պետք էր կործանվեր լրիվ ու ոչ մի բան չմնար։ Սա մշակույթ չի, սիրելիներ։ Սա կռապաշտության կենտրոններ են, չաստվածների պաշտամունք էր, որի հետևում կանգնած էին դևեր, եւ դա պետք էր ոչնչացվեր։ Աստված ասում է, որ միակ ես եմ Աստված, եւ ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս քո կյանքի մեջ։ Եվ հավանություն չտաս, չընդունես, մերժես քո կյանքի մեջ, մերժես ու չընդունես, որովհետև ես կենթանի Աստված եմ, ու երբ որ ես խոսացի քո հետ, ոչ մի կերպարանք չտեսար դու։ Գիտեք ինչի Աստված կերպարանքով չխոսած մարդկանց հետ, որ մարդիկ հանգարց չսկսեն նմանակել ու տենց մի արձան կառուցել, որտեղ մարդ այդ սովորություն ունի, մի բան սարքի ու պաշտի տեսանելի։ Դրա համար Աստված մենակ ձայնով խոսած, ասես ոչ մի նմանություն չտեսար, պաշտի ինձ։ Ես կենթանի Աստված եմ ու քո հետ եմ միշտ։ Մենք պաշտում ենք կենթանի Աստծուն։ Մենք օրհնում ենք իրան։ Եվ իմ խնդրվածքս է, որովհետև ես սրա մեջ ավելի համոզված եմ, միակը թող լինի Տերը, ուրիշ ոչ ոք, միակը թող լինի Տերը։
Փառք Տիրոջը, փառք Աստծո, որ Աստված իր խոսքով մեզ այսօր քաջալերում է, զգաստացնում է, սփոփում է, շատ բաներում թարմացնում է մեզ, որ մենք հասկանանք, որ իրականում Աստծուն պետք չի փոխել եւ երբեք պետք չի ուրիշ բաների նմանացնել Աստծուն, որտեւ Աստվածային Աստվածն է, որը դեռ չկանչած, դեռ խոս չկա իմ բերանիս մեջ, ինքը գիտի։ Այդ Աստվածն է։ Մյուս տեղը, որ հարցադրում ուզում եմ, որ միասին իրար հետ նայենք, դա Առակաց գրքի առաջի գլուխ 20-23 համարներն է։ Իմաստությունը աղաղակում է դրսում, հրապարակներում տալիս է ձայնը։ Նա կանչում է աղմկալից տեղերի գլխին, դռների մուտքերում եւ քաղաքում խոսում է իր խոսքերը։ Միջև երբ պիտի ով անմիտներ, անմտություն սիրեք, եւ միջև երբ պիտի ծաղր անելը հաճելի լինի ծաղրանողին, եւ հիմարները ատեն գիտությունը։ Սա Աստծո խոսքն է։ Միջև երբ պիտի անմտությունը սիրեք։ Ինչ է նշանակում անմտություն։ Եկեք մի փոքր նայենք բառարանից անմտության իմաստը ինչ է նշանակում։ Անմտություն նշանակում է անիմաստ, անխոհեմ, անհեթեթ, բթամիտ, անխելք, հիմար բաներ։ Միջև երբ դուք պիտի սիրեք անխոհեմ, անհեթեթ, անխելք, հիմար բաներ։ Միջև երբ հարց է տալիս Աստված։ Եք հիմարությունը այսօր դարել է այդ ծաղրանքը դարել է այսօր մարդկանց համար զվարճանքի, ուրախության մի հատ sense բան եւ մարդը դրանով բռնված, ասեմ նրանք ովքեր Քրիստոսի միտքը չունեն, նրանք բռնվում են դրանով եւ իրանք դրանով սնվում են այդ անմտությունով եւ այդ անմտությունը որ դու լցնում ես քո ներսը, այդ անմտությունը քեզ դարձնում է անմիտ, բթամիտ է դարձնում եւ երբեք թույլ չտանք որ այդ անմտությունը, այդ բթամիտ բաները տեղ գտեղ ունենան մեր կյանքի մեջ, որովհետև Աստծո պատվերն ասա եւ Աստծո կոչն է, միջև երբ ես դա անելու, միջև երբ։ Մի գիտնական ուսումնասիրում է օձերին եւ ուսումնասիրում է թունավոր օձերին ավելի շատ եւ գալիս է մի եզրակացության, հանգում է մի եզրակացության, մի օր մի մեծ թունավոր օձի է բռնած լինում եւ նրա բերանի մեջ ապակի է դնում ու այդ օձը կծում է այդ պահին ու թույն այդ ապակի վրա է լինում, վերցնում այդ ապակին դնում է մանրադիտակի տակ ու սկսում է նայել եւ համ զարմանում է, համ հիանում է։ Ուրեմն այդ թույնի այդ կաթիլի այդ հեղուկը սկսում է շարժվել։ Շարժվում է ու շարժման ժամանակ սկսում է գույները փոխել, երանգները փոխել։ Ու այդ երանգները փոխելուց հետո դառնում է բյուրեղ։ Տեսել ենք, չէ՞, որ ապակիների վրա ձմեռը ցրտից sense բյուրեղ է բռնում։ Ու հանկարծ ասում այդ թույնը դառնում է բյուրեղ ու ինքը շատ է հիանում դրանից շատ գեղեցիկ տեսարան է տեսնում որը երանգներ փոխող բան բայց այդ դրանից հետո այդ նայելուց հետո բարձրացնում է ասում աշկը բայց սա թույն է ինչքան էլ դա գեղեցիկ է ինչքան էլ դա երանգները փոխում է ինչքան էլ շատ հրապուրիչ է բայց դա թույն է Շատ բաներ կան այսօր մեր կյանքի մեջ, որ մեզ կարող են հրապուրիչ լինել։ Տարբեր երանգներ փոխել, լույսի երանգներ ստանալ կամ տարբեր բաներ։ Մի մոռացեք, որ դա թույն է։ Եվ այդ օծի թույնը մտնելով արյան մեջ, սկսում է իր գույները փոխել ու բջիջները մերցնել, մինչև հասնում է սիրտը դառնում է բյուրեղ ու մարդը մեռնում է։ Եվ շատ ուշադրություն դարձնենք սիրելի ժողովուրդ այս վերջի ժամանակներում մենք ինչ ենք լսում եւ ինչ ենք տեսնում ինչ ենք թույլ տալիս մեր արյան մեջ մտնելու ինչ ենք թույլ տալիս մեր զավակների արյան մեջ մտնելու սա շատ կարեւոր է որովհետեւ այսօր հերոստատեսությունը այն կատակները որ անում են այդ կատակների մեջ այնց վատ բան կա այնց թույն կա որը իրանից մեղ կա եւ այդ մեղքը մենք լսում ենք ընկալում ենք մտնում է մեր ներսը Եվ սա ուզում եմ, որ մենք հիշենք, մտնում է այդ պահին, ինքը ոչ իման չի անում այդ պահին, ուղղակի մտնում է ու սկսում է արդեն գործելը։ Եվ եթե դու չես հասցնում ապաշխարես, եթե չես հասցնում զղջաս քո տեսածի կամ քո լսածի համար, սկսում է սպանել ու կործանել։ Հռոմեացիների
առաջի գլխի մեջ գիտեք մարդկանց մի խումբ կա, որոնք այս ռոմեացիների առաջի գլուխը կուզենային, որ չլիներ։ Դրանք համասեռամոլներն են, որովհետև համասեռամոլներին դուր չի գալիս այդ ռոմեացիների առաջի գլուխը, որովհետև ռոմեացիների առաջի գլուխը խոսում է հենց իրանց դեմ, խոսում է մեղքերի դեմ, բայց հենց իրանց դեմ է խոսում։ Եվ գիտեք ինչ, եթե ուշադրություն դարձրել եք սերունդներ այսօր հեռուստատեսությունով, ճիշտ այնքը բացարձակ չի քարոզվում համասեռամոլությունը, բայց կատակների ձևով, ինչ-որ բաների ձևով, ինչ-որ գույների ձևով ինքը սերմանվում է մարդկանց ներսը։ Երևան առաջինի մեջ մեկ էլ հանգարց ցույց են տալիս անենց բաներ, որը երիտասարդները, պատանիները նայում են, որը ոչ թե կրթական է, շատ զվարճալի է, բայց այդ զվարճալու ժամանակ, երբ որ մարդը զվարճանում է, թույնը գնում է։ Ու սովորացնում են ժողովրդին, սովորացնում են դառնալ այդպիսին։ Ուզում եմ կարդալ ռոմեացիների առաջի գլուխ 24-25 համարները, 21-ից սկսած, որովհետև Աստծուն ճանաչելով նրան ասուպես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, այլ իրենց մտածմունքներում ունայնացան եւ նրանց անմիջ սրտերը խավարվեցին, ասելով թե իմաստուն ենք, հիմարացան։ Եվ անեղծ Աստծո փառքը փոխեցին եղծանելի մարդի եւ թրջունների եւ չորքոտենալիների եւ սողունների պատկերների նմանության հետ։ Նրա համար Աստված էլ նրանց մատնեց իրենց սրտերի ցանկության մեջ պղծության համար, որ խայտառակեն իրենց մարմիններն իրենց անձերում, որոնք Աստծո ճշմարտությունը ստության հետ փոխեցին եւ երկրպագեցին եւ պաշտեցին ստեսվածներին, քանցը ստեղծողին, որ օրհնյալ է հավիտյանս ամեն։ Այն անմտություն, անհետետությունը, այն բանը, որ դու լսում ես, այդ անխելք բաները, այդ հիմարությունը, որ դու լսում ես քո ներսը գալիս է, ինքը իր գործ անելու է։ Ինչպես հիմա դուք լսում եք Աստծո խոսքերը, Աստծո խոսքերը գալիս են մեր կյանքի մեջ ու իրանց գործն են անում։ Այնպես էլ մենք կարող ենք լսել, չարի խոսքերը գան մեր կյանքի մեջ ու իրանց գործ անել, տրտմություն բերել, խառնաշփոթ առաջացնել մեր կյանքի մեջ, խաղաղությունը վերացնել, տխրություն բերել եւ նման բաներ մեր կյանքի մեջ անել։ Եվ ով է որ ընդունում է դա, մենք ենք սիրելիներ, որ կարող ենք ընդունել եւ չընդունել։ Եթե մենք Աստծուն ճանաչում ենք սիրելիներ, Աստծուն ճանաչելով պետք է Աստծո պես փառավորել նրան։ Աստծուն ճանաչելով պետք է իմանալ նրա սիրտը, իմանալ նրա կամքը, իմանալ նրա խոսքը, որ ինքը ասում է, որ ես զզվում եմ այդ բաներից։ Եվ եթե մեր Տերը զզվում է այդ բաներից, ես էլ եմ զզվում։ Ես էլ եմ զզվում։ Ես չեմ ընդունում։ Ես չեմ ընդունում։ Եվ եթե մի բան, որի մեջ կա, լսում ես մեկ էլ հոп մի հատ տափակություն են ասում, ու այդ տափակությունը, որ ասում են, զգում ես, որ աշխարհիկ մարդն էլ, որ հեռուստացույցը նայում է, իրան էլ էդի հաճելի չի լինում շատ անգամ։ Ասում են, ինչ տափակ բաներ, որ ասեց։ Բայց նրանք, ովքեր դեռ հələ չեն զանազանում, մեր պատանիները, մեր երիտասարդները չեն զանազանում, բռնվում են դրանով։ Սերունդներ, շատ կարևոր է, որպեսզի մենք այս հարցադրմանը պատասխան ունենանք եւ այս հարցադրմանը սա լինի. Տեր, ես ընտրում եմ իմաստությունը։ Ես հիմարությունը չեմ ընտրում իմ կյանքի մեջ։ Ես ընտրում եմ իմաստությունը։ Ես խեղկատակությունը չեմ ընտրում իմ կյանքի մեջ։ Ես ընտրում եմ իմաստությունը իմ կյանքի մեջ։ Ես ընտրում եմ։ Դու ելես ընտրում, սիրելիս։ Եթե ընտրում ենք իմաստությունը, ուրեմն պիտի ոչ ասենք ամեն հիմարության։ Ախր շատ հետաքրքիր է, ախր շատ զվարճալի է։ Այո, հնարավոր է զվարճալի է, բայց հիշի, թույն է դա, որ վերջում սպանելու է, որ կործանելու է։ Ինչի համար ընտանիքս քանդվեց։ Մարդը հարց է տալիս։ Ինչի համար։ Որովհետև դու թույլ ես տալիս քո երեխաներին անառակ բաներ նայելու։ Որտեվ ազատ էիր թողել իրանց։ Ինչ ուզում նայում էին։ Ինչի ընտանիքս քանդվեց, որովհետև դու քո հեռուստացույցի միջոցով հրավերք արեցիր քո տունը նրանց, ովքեր անխաղաղություն են բերում, ովքեր խառնաշփոթ են բերում, ովքեր կասկածանքներ ու խանդ են բերում քո տունը։ Դու հրավիրեցիր։ Եվ
շատ այսօր ֆիլմերի մեջ մեկը մեկի մարդա, մեկը մեկի կնիկնա, մեկը մեկի քուր աղբեր, հետո պարզում է, որ իրան քուր աղբեր էին, հետո պարզում է ինչ, արդյոք սա մաքուր բան է, ոչ սիրելիներ։ Եվ այդ անմաքուր բանը մեր ազգը այսօր նայում է։ Եվ եթե նայում է, հաստատ իր հետքը թողում է։ Եվ հետո էլ շատ ամուսնալուծությունների պատճառը լինում է սա։ Դու չես լնի, ուրիշը կլնի։ Չեք լսել այդ արտահայտությունը։ Դու չես լնի, ուրիշը կլնի։ Բա ուր մնաց ամուսնական ուխտդ։ Ուր մնաց քո հավատարմությունը։ Ուր մնաց նա, որ դու խոստացար Աստծո առաջ, որ հավատարիմ լնես մինչև վերջ քո կնոջը ու քո ամուսնուն։ Ինչ եղավ սա այդ խոսքդ։ Սա իրականում մեզ մտածելու առիթ է տալիս։ Եվ Աստված մեզ հարց է տալիս. Միջև երբ ես դու սենց շարունակելու։ Միջև երբ ես դու այսպիսի անմտություններ սիրելու։ Միջև երբ ես դու ծաղր անելը քեզի հաճելի լինի։ Ուզում եմ ես ծաղր անելու մասին մի բան պատմեմ ձեզ։ Մեկը քրիստոնյաներին ծաղրում է, եւ կան այդպես մարդիկ, ովքեր շատ են ծաղրում քրիստոնյաներին, չէ՞։ Ձեռ են առնում, բան են անում, ծաղրում են, այդպես ու այդպես ծաղրելով մանա գալիս ես։ Մարդը մի օր գալիս է դարբինի մոտ, մի դարբին է լինում, դարբնոցում աշխատելուց է լինում, եւ այս մարդը չի իմանում, որ այս դարբինն էլ է քրիստոնյա։ Ու այդպես գալիս է սկսում է ծաղրել, քրիստոնյաները սենց են, նենց են, այս դարբինը լուր լսում է, հետո մեծ հարց է տալիս։ Հենց էսի ձենը կդրում է, հարց է տալիս։ Ասում է, լսի, դու կյանքիդ մեջ Աստվածաշունչ գոնե կարդացել ես։ Ասում է, հա, ո՞նց չեմ կարդացել։ Ասում է, դու կարդացել ես Մեծահարուստ Ղազարոսի մեկ էլ աղքատի պատմությունը։ Ասում է, հա, կարդացել եմ։ Ասում է, ինձ կասես, քիշացնես, ընդ շները ինչ գործ ունեին։ Դու ասում ես, ո՞նց թե ինչ գործ ունեին։ Գալիս էին աղքատ Ղազարոսի վերքերն էին լիզում։ Ու այս դարբինը մի բան ասում։ Ասում է, քրիստոնյաները հեշտ լավ բան չունեն, որ դու գալիս ես իրանց տկարությունների վրա։ Հեշտ լավ բան չունեն։ Եվ այդ մարդը թողում ու հեռանում է այդտեղից։ Գիտեք, այո, մենք կատարյալ չենք, բայց ձգտում ենք կատարելության։ Լինում է մեր կյանքի մեջ, որ մենք սխալվում ենք։ Լինում է մեր կյանքի մեջ, որ մենք թերանում ենք։ Լինում է մեր կյանքի մեջ, որ մենք ընկնում ենք։ Բայց ի տարբերություն մենք ձգտում ենք դեպի կատարելության, մենք ձգտում ենք սրբացման, մենք ձգտում ենք դեպի կյանքի, մենք ձգտում ենք։ Եվ Աստված էլ մեզ օգնում է, որպեսզի մենք ազատվենք։ Բայց հայտնվում են միշտ այդտեղ մի մարդիկ, ովքեր մեր տկարությունները դրոշակ են դարձնում եւ սկսում են ծաղրել։ Եվ այս դարբինի պատասխանը շատ իմ դուրս եկավ։ Շների գործը վերքերը լիզելն էր։ Ինչա։ Ինչ ես տկար կողմերը տեսնում։ Ինչ ես այդ տկար բաները նայում։ Նայիր, ինչ լավ արժեք ունեն քրիստոնյաները։ Սերներ, մենք ունենք բան սովորելու եւ կողքինիդ միշտ դու իր դրականը տես։ Գնահատիր իր դրականը, իր լավը տես։ Ինչ ես վատը տեսնում, չէ՞ որ վատը տեսնելով մի մոռացի, որ դու էլ ունես վատ բան։ Եվ աշխատի լավը տեսնել, լավը գնահատել, լավի համար գովել։ Եվ վատի համար էլ աղոթք անել, որպեսզի դա շիտկվի։ Չենք ուզենա, չէ՞ որ մեր ընտանիքի բացը բոլորն իմանան։ Ես կասեմ նորմալ իմաստուն մարդիկ նրանք են, ովքեր չեն ուզենա, որ իրանց ընտանիքի բացը ուրիշներն իմանան։ Իրանք ծածկում են, իրանց ընտանիքի թերությունը սխալը ծածկում են։ Այո, սիրելիս, մենք այսօր Աստծո ժողովուրդն ենք, Քրիստոսի ընտանիքն ենք, եւ մենք իրար պետքա պահենք, իրար պետքա ծածկենք, իրար պետքա օգնենք, իրար պետքա մղենք դեպի բարի գործերի եւ իրար կողք պիտի լինենք գնալով առաջ։ Մերժում ենք անմտությունը, մերժում ենք հիմարությունը, մերժում ենք տարբեր տեսակ անառակություններն ու մեղքը մեր կյանքի մեջից եւ ընդունում ենք միայն իմաստությունն ու ճշմարտությունը։ Մյուս բանն էլ, որ ուզում եմ ձեզ հետ կիսվեմ, Աստծո խոսքի Սաղմոս, եթե ունեք ձեր հետ գրքեր, բացեք։ Սաղմոս 4:2-ը։
Երբ որ կանչեմ լսիր ինձ, ով իմ արդարության Աստված։ Դու որ նեղության մեջ ազատեցիր ինձ, ողորմիր ինձ ու լսիր իմ աղոթքը։ Եվ Աստված խոսում է. Ով մարդկանց որդիք, միջև երբ պիտի իմ փառքս ամոթ դառնա, եւ ունայն բան սիրեք եւ սիրտություն պիտի խնդրեք։ Հարցը տալիս Աստված, միջև երբ իմ փառքս ամոթ պիտի դառնա։ Երկու բան ուզում եմ սրա մասին կիսվել։ Միջև երբ իմ փառքս ամոթ պիտի դառնա։ Առաջինը այն, որ մենք կանչված ենք Աստծո փառքը կրելու, մենք կանչված ենք Աստծո փառքը ներկայացնելու մարդկանց։ Մենք կանչված ենք, որպեսզի մարդիկ տեսնեն, ժողովուրդը տեսնեն Աստծո փառքը մեզ վրա, Աստծո անունը կոչված է մեզ վրա, եւ մենք պիտի ներկայացնենք այդ անունը բարձանքով, առանց վախի, առանց երկմտության ներկայացնենք մարդկանց։ Եվ երկրորդը, միջև երբ պիտի ես ամաչեմ իր փառքը, իր անունը ներկայացնելու մարդկանց։ Ուզում եմ հարց տամ ձեզ։ Ինչն է պակաս Աստծո վրա։ Ընդհանրապես մարդը, որ ամաչում է մեկին ներկայացնելու, մի ինչ-որ պակաս բան է ունենում այդ մարդը, որ նրան ներկայացնի, չէ՞։ Ասենք գեղեցիկ չի լինում, կամ շատախոս է լինում, կամ իմաստություն չի ունենում, կամ նման բաներ։ Ինչն է պակաս մեր Աստծո վրա, որ մենք ամաչում ենք իր մասին մարդկանց պատմելու։ Հարց, ինչն է պակաս։ Ինքը պիտի ամոթ զգար մեզ իր որդիները կոչելու։ Ինքը իմ նման անգրագետիս պիտի ամոթ զգար որդի կոչելու, բայց ինքը չամաչեց ինձ որդի կոչելու, Հիսուսը չամաչեց ինձ եղբայր կոչելու։ Հարությունից հետո ասեց, ես գնում եմ իմ հոր մոտ ու ձեր հոր մոտ, իմ Աստծո մոտ ու ձեր Աստծո մոտ։ Ինքը չամաչեց ինձ կոչելու։ Ինչ եմ ես ամաչում։ Ինչ եմ ես ամաչում խոսալու, որ Հիսուսն աշխարհի փրկիչը։ Ասեմ ձեզ, նա հզոր է, նա ամենակարող է, նա շատ գեղեցիկ է, սքանչելի է, եւ նա է ստեղծել տեսանելին եւ անտեսանելին։ Նա է ստեղծել։ Եվ եթե նա է ստեղծել եւ նա է ամեն բանի մեջ, ուրեմն ես ոչ վախենալու, ոչ էլ ամաչելու բան ունեմ իրան ներկայացնելու այս մարդկանց առաջ։ Հիսուսը ավելի կտրուկ բան ասեց, ով որ մարդու որդու անունը ամաչի դավանել այս չար եւ շնացող ազգի մոտ, ես էլ նրան կամաչեմ իմ հոր ու հրեշտակների մոտ դավանեմ։ Գիտեք, այս խոսքը իրականում զգաստացնող է։ Ով որ ամաչի, ասի, որ ինքը քրիստոնյա է, որ ինքը հավատացյալ է, որ ինքը Տիրոջ զավակն է, գալու է ժամանակ դուրը կծեծես ու Տերը կասի, ես քեզ չեմ ճանաչում։ Կասես, ոնց թե չես ճանաչում։ Բայց ես ամեն կիրակի գալիս էի պաշտամունքների, բայց տնային խմբակներին էի մասնակցում, բայց Աստվածաշնչյան դպրոց եմ ավարտել։ Տերը կասի, դու իմ անունը ամաչեցիր այս ազգի առաջ դավանելուց ու վկայելուց։ Ավելին կասի, դու իմ փառքս ամոթի դարձրեցիր, որովհետև քո կյանքը ցույց չտվեց, որ դու քրիստոնյա ես։ Միջև երբ, ով մարդկանց որդիներ, իմ փառքս ամոթի պիտի դարձնեք։ Միջև երբ մարդիկ պիտի ասեն, եթե սա է քրիստոնյան, ես չեմ ուզում դառնալ Քրիստոսին։ Միջև երբ։ Ասма, մեկին հանդիպեցի, ասма, քրիստոնյաները սենց են, իրանք որը տենց են, ես անունները նշում, ասում էր, ես մարդիկ սենց են, դրա համար ես չեմ գալիս Տիրոջը։ Ասել է, այդ մարդկանց թող, ես հիմա ներկա քո հետ խոսում եմ, ասա ես ինչ ձև եմ, չէ, ասում դե դու կարգին քրիստոնյա ես, ասեմ դե որ կարգին քրիստոնյա եմ, արի Քրիստոսին, տենում ես, ինչ ես ուրիշներին պատճառ բռնում, որպեսզի սվաղես քո Աստծուն չգալը։
Ինչ ես պատճառ բռնում ուրիշների թերություններն ու սխալները, որ քոնը ծածկես։ Հասա ես ինչ ունեմ, դու բան չունես, դու լավ քրիստոնյա ես, դե արի։ Այն որ լավը լինենք, ստեղ ինչ էինք անում։ Գնանք Տիրոջ մոտ։ Տերը բերեց մեզ վատերից, որպեսզի լավը դարձնի։ Եվ մենք հիմա այդ ճանապարհի մեջ ենք, որպեսզի լավը դառնանք։ Ասեմ քեզ, որ դու գնում ես շատ անգամներ նեղությունների, դժվարությունների մեջ, ուրախացի։ Հիմա կասես, ինչ ուրախանալու բան կա, որ ուրախանամ։ Ախր, եթե ես չեմ ասում, լավ է որ ես չեմ ասում, որտեղ Պետրոսն է ասում, ասում է, երբ կեր փորձանքների մեջ ընկնեք, ուրախություն համարեցեք բոլորովին։ Որովհետև այս մարդը հասկացել էր ուրախություն համարելն ինչ է։ Դե հիմա ես ասեմ, դուք էլ հասկացեք ինչ է այդ ուրախություն համարելը։ Ես միշտ այս օրինակը բերում եմ, այդ ոսկե քարին, որ հանում ես, այսքան ոսկի կա մեջը, բայց իր վրան լիքը քար է։ Տարբեր քարերով սխմված, բայց մեջը ոսկի կա։ Երբ որ ոսկերիչը վերցնում է այդ ոսկի քարը, ինքը տեսնում է ոսկին։ Ինքը այդ քարերը չի տեսնում, ինքը ոսկին է տեսնում։ Այսօր Աստված տեսել է մեր ոսկին, տեսել է։ Այն քարերին մեր ուշադրություն չի դարձրել։ Եթե քարերին մեր ուշադրություն դարձներ, ոչ մեկը ստեղ չէինք լինի։ Եթե իմ անգրագիտությանս ուշադրություն դարձնել, ես ստեղ չէի լինի։ Բայց Տերը ուշադրություն դարձրեց իմ ոսկուն, իմ հոգուն։ Ասեց, համաձայն ես, սիրելի ոսկե քար։ Համաձայն ես, որ ես քո քարերից մաքրեմ քեզ դառնաս տրիդիվյատկա։ Համաձայն ես։ Ես էլ ասեցի, այո։ Ճակատագրական այո երետի, գիտեք։ Գիտեք, երբ որ գնում ես փորձության մեջ, նեղության մեջ, նոր ես հասկանում ինչ այո ես ասել։ Մեկ ջրի մկրտության ժամանակ որ ասում են, այո, առանց լսելու ասում են, այո, ասում, դու չգիտես հələ ինչ այո ես ասում։ Դու չգիտես, որ ես հենց այո ասեցիր։ Այդ ոսկե քարը ոսկերիչը վեկալյակցի կիսլատի մեջ։ Որտեղ որ գնում ես կիսլատի մեջ, այդ ժամանակ այոդ կորում է։ Ասում ես ինչի Տեր։ Դու չասեցիր։ Ես ուզում եմ դառնամ չերվոն։ Դու չասեցիր, ես ուզում եմ դառնամ մաքուր ոսկի, դու չասեցիր, հա։ Դե որ հա ես ասե, այո ես ասե։ Հիմա ես էլ քեզ տանում եմ, որ մաքրեմ։ Այդ վրիդ կեղտերից, քարերից դու պետք է պրծնես։ Որտեղ որոշակի երբ որ մնում ես կիսլատի մեջ, վրիցը սկսում են քարերը պոկվել։ Շատ բաներից սկսում ես ձերբազատվել։ Փառք Աստծո, ես 20 տարի Աստված ինձ մաքրում է։ Համբերատար մաքրում է ինձ։ Հետո այդ կիսլատից ելնում ես, ասում ես, ինչ լավ էր, պրծա, ինչ խաղաղ ժամանակներ են, ինչ լավ, բայց չգիտես, որ այդ մեզ փուքսի տակ։ Ու մեկ է կրակն ա վառում վրա այդ, հարցնում է, միջև որ, մնաս, իսկան։ Գիտեք, սկզբից, որ գալիս ենք Տիրոջը, մի երկու բաներ լսում ենք, իմանում ենք, մենք մտածում ենք, այսքան ենք, բայց հենց հանդիպում ենք ոսկերիչին, հասկանում ենք, որ այսքան չենք, այսքան ենք, բայց այսքանը Աստծո համար գնահատելի ու թանկ է։ Այդ մի գրամը, չգիտեմ ես մի գրամ կամ թե չկամ, այդ մի գրամը Աստծո համար շատ թանկ է ու գնահատելի է։ Եվ սա հասկանալով հանդերձ, որ Տերը ընտրեց անտոհմերին, ընտրեց անարգներին, ընտրեց ոչինչներին, ընտրեց հիմարներին, որ մի բան եղողներին ամաչացնի, հասկանում ես, որ Տերը քեզի ընտրել է, որպեսզի դառնաս դու նրա որդին, նրա զավակը, եւ իր անունն է դրել քո վրա, եւ դու այսօր քրիստոնյա ես, ուրեմն նշանակում է դու պատասխանատու քայլ ունես անելու, դու պետքա պահես այդ անունը սուրբ։ Ասում եմ, միջև երբ իմ փառքս ամոթի պիտի դարձնեք մարդկանց որդիներ։ Ես կանչել եմ, որպեսզի դու ներկայացնես ինձ մարդկանց, բայց դու այնպես ես ապրում, որ մարդիկ ամոթ են տալիս քեզ, եւ այդ ամոթը ոչ թե քեզ են տալիս, այլ ուղղված է քո Աստծուն։ Եկեք ապրենք այնպես, որ Աստված հպարտանա, ուրախանա եւ ոչ թե ամաչի մեզանով։ Ես երբ որ Հոբի գիրքը կարդում եմ, ալավանդ այդ առաջի գլուխը, այնքան եմ նախանձում Հոբին։ Ասում,
Երանի ես ելնեի այդ հոբի տեղը, բայց հետո մտածում եմ ախր այդ երանություն չէր էլի որ հոբի տեղը ելներ, որովհետև հոբը շատ մեծ տառապանքով անցավ, բայց երանությունը նրանում էր, որ Աստված հպարտանում էր իր հոբ ծառայով։ Ասում էր սատանային, տեսար իմ հոբ ծառային, նրա նման արդար, աստվածավախ, չարությունից հեռացող մեկը չկա աշխարհի վրա։ Եվ ինչքան կարդացել եմ, ես ասել եմ, ես եմ ուզում լինեմ էսի Տեր։ Կանչել եմ այս Տերը, որ դա լինենք։ Եվ գիտեք, մենք ամեն օր ընտրության մեջ ենք, դա լինենք թե չէ։ Եվ եթե ես ընտրում եմ ստությունը, եթե ես ընտրում եմ մեղքը իմ կյանքի մեջ, արդարությունը սկսում է սպանվել իմ կյանքի մեջ։ Եթե հեռախոսը վերցնում ես ու մեկին ուզում են ու այդ մեկն ասում է, ասա տունը չեմ, ու դու ասում ես տունը չի, դու պատուհան ես բացում անօրինությանը քո կյանքի մեջ։ Լսենք, ճշմարտությունը սիրենք, արդարությունը սիրենք, ոնց որ Սաղմոսն ասում, եւ անիրավությունը մերժենք, եւ Աստված ուրախության յուղով կոծի մեզ, գրածա քո ընկերներից ավելի կոծեմ, եթե դու արդարությունն ես սիրում ու անօրինությունը մերժում ես քո կյանքի մեջ։ Անիրավությամբ փող դիզողը, անիրավությամբ մեղքով փող դիզողը լավ բանի չի հանդիպի, ես ուզում եմ մի տեղից կարդալ, սա շատ կարևոր համար է, որը գրված է Երեմիայի 17-րդ գլխի մեջ։ Տեսեք ինչի հետ է համեմատում Սուրբ Խոսքը, նրանք ովքեր ուզում են անիրավությունով, անօրինությունով փող վաստակեն, փող դիզեն, փող հավաքեն, հարստանան։ Անիրավությամբ հարստություն շինողը իր չածածով թսխող կաքավի պես է։ Նա իր օրերի կեսին պիտի թողի նրան եւ իր վերջում հիմար կլինի։ Ես հավատում եմ Աստծո խոսքին։ Ասում են նա, ով որ անիրավությամբ է ուզում հարստանա, իրա չածած ձվերի վրա նստող կաքավի պես է։ Կաքավը կնստի, դուք թողի կետա։ Դու վերջում հիմար է լինելու։ Ես հավատում եմ Աստծո օրհնությանը, հավատում եմ, որ մարդը կարող է արդարությունով ապրել եւ Աստված օրհնել նրան։ Որովհետեւ Աստված արդարների բնակարանը կօրհնի, այտենց գրած է։ Միայն թե իմ վերաբերմունքն է կարևոր, թե որքան եմ ես սիրում արդարությունը, որքան եմ ես ընտրում արդարությունը, որքան եմ ես գնահատում արդարությունը իմ կյանքի մեջ, որքանով եմ Աստծուն դրել իմ կյանքի մեջ առաջի տեղում, որքանով։ Ասեմ ձեզ, մեր կյանքի մեջ էլ է լինում հարցեր, երբ որ մենք տալիս ենք Աստծուն, եւ այդ հարցադրումը լինում է միջև երբ Տեր։ Ո՞վ է ձեզանից հարց տվեց Տիրոջը։ Միջև երբ Տեր։ Միջև երբ։ Ես էլ եմ տվել իմ կյանքի մեջ այդ հարցը, միջև երբ Տեր սա պիտի շարունակվի։ Լսեք, եթե մենք Տիրոջ հարցերին պատասխանենք միջև երբ, Տերն էլ կպատասխանի մեր միջև երբին, երբ հա լինելու։ Մի եղբայր կար, ուրեմն աղոթք անում, սենց միջև քարոզը սկսելը, միջև պատգամը սկսելը, աղոթք անում, ասում Տեր Աստված, ուր ես դու, ուր ես չկաս, աղոթում եմ պատասխան չկա, ես ինչքան ժամանակա փնտրում եմ քեզ, ուր ես չկաս, մեկ էլ քարոզիչ ելնում կանգնում ասում ես ուզում եմ մի նախադասությունով սկսել այսօրվա իմ պատգամս։ Ադամ, ուր ես։ Ասում եմ մեկ էլ այդտեղ Աստված հետ ես խոսած։ Ասես բա դու ուր ես։ Դու ինձ ասում ես ուր ես։ Բա դու ուր ես։ Ես գալիս եմ դու չկաս։ Ես ուզում եմ քո հետ շփվեմ, բայց դու չես ուզում, ժամանակ չես հատկացնում ինձ։ Դու զբաղված ես միշտ ամեն օր քո գործերով, քո օքսերով զբաղված ես։ Բա դու ուր ես, Ադամ։ Ասում գլուխս կախեցի Տիրոջ առաջ, ասի Տեր ջան, կներես։ Միջև իմանաս Աստված ուր է, պետք է առաջին իմանաս դու ուր ես։ Միջև մենք հարց կտանք Տիրոջը, միջև երբ Տեր։ Մենք պետք է Տիրոջ միջև երբին պատասխանենք։ Եվ եթե պատասխանում ենք միջև երբին, ահա ես Տեր, ահա ես հարգում եմ քեզ, ես հարգում եմ քո խոսքը, ես պատվում եմ քո խոսքը, ես ընտրել եմ քեզ որպես Տեր եւ Փրկիչ, ես արհամարում եմ մամոնային, ես արհամարում եմ աշխարհի ամեն ցանկությունները, ես արհամարում եմ, ես ընտրել եմ քեզ Տեր իմ Աստված։
Ես քեզանից բացի ուրիշ աստվածներ չեմ ուզում, որտեղ ուրիշ աստվածներից ոչ մի խեր չեմ ստացել։ Դու ես իր միակը, որ ինձ գտար, դու ես միակը, որ իմ կողքով անցար, ու ինձ ասեցիր ապրիր, եւ իմ կյանքը փոխվեց։ Ինչպես ես անհավատարմություն անեմ քեզ, սկսեմ կուրքերի պաշտել։ Տեր, ես ընտրել եմ իմաստությունը եւ ոչ թե հիմարությունը։ Ես Դավիթի նման կարող եմ ասել, իմ աշկերիս հետ ուխտ արեցի, որ չար բան չնայեմ։ Եվ էսի շատ կարևոր է, որ մենք մեր անձին սովորացնենք։ Հələ Դավիթն էլ աշկերի հետ ուխտ էր արել, որ չար բանի վրա չնայի, չար բան չմտածի, չար բանի ուշադրություն չդարձնի։ Եվ գիտեք ինչ, Աստված նայում է այն ամենախորքը, դու ինչ վերաբերմունք ունես իր խոսքի, իր նկատմամբ։ Եվ եթե սրան կան իմ ու քո կյանքի մեջ, եթե ես թեկուզ իմ դժվարությունների մեջ բարձրացնում եմ իմ ձայնը Տիրոջն ու ասում եմ «Փառք ես Տեր», ամեն այս դժվարությունների ժամանակ էլ ես գոհանում եմ քեզանից, ես տրտնջալու բան չունեմ, փառք ես Տեր, Աստված իր ուշադրությունը դարձնում է իմ վրա։ Եվ գիտեք ինչա պատասխանում այն մարդկանց, ովքեր հարցնում են Տիրոջը, միչև երբ, պատասխանում է մի քիչ ժամանակ էլ, մի քիչ ժամանակ էլ, այն որ դու սպասել ես այսքան, մի քիչ էլ սպասիր, դա կլինի քո կյանքի մեջ, մի քիչ էլ։ Հիշում եք երկնքում այն անձնավորությունները, ովքեր սեղանի տակ մորթված էին Տիրոջ անվան համար, ասեցին միչև երբ Տեր, մեր վրեժը չես առնելու երկրի վրա բնակվողներից, միչև երբ։ Տերն ասեց մի քիչ սպասեք, մի քիչ։ Գիտեք, ես Աստծո ես մի քիչ ասած ինձին հենց ամխիթարում, հենց է զորացնում, հենց է սփոփում, որ շատ չէ, մի քիչ համբերենք, մի քիչ սպասենք, եւ Տերը պատասխան կտա։